Հարցս վերաբերում է քրեակատարողական հիմնարկներին, այս թեմային չի վերաբերում Տիկին Գալյան, վերջերս հաճախակի են դարձել ինքնասպանության դեպքերը քրեակատարողական հիմնարկում եւ դրա հետ կապված նաեւ վերջին նաև դեպքերի հետ կապված հետևյալ հարց ունեմ ձեզ ցմա դատապարտյալների հետ կապված այդ խնդրի վերաբերյալ է կուզեմ նաև լսեմ ձեր բարձաբանումները դրա հետ կապված եւ առհասարակ ուսումնասիրվել են այդ պատճառները որոնք որ հիմք են հանդիսացել քրեակատարողական հիմնարկներում նման ուրեմն հագնացող տեմպերի եւ դրա հետ կապված նաև քանի որ հաճախակի այցելում քրեակատարողական հիմնարկներ գիտեմ որ դա քրեակատարողական հիմնարկի իրավասությունների շրջանակներում չէ բայց բավականին լուրջ խնդիրներ կան նաև անազատության մեջ գտնվող մարդկանց առողջական վիճակի հետ կապված որովհետեւ շատ դեպքերում մարդիկ որոնք որ անազատության մեջ են բժշկական ծառայությունից ամիսներ շարունակ չեն կարողանում օգտվել եւ նաեւ դեղորայքի հետ կապված խնդիրներ են ունենում նորից շեշտում եմ որ դա ձեր դիրույթում չի բայց այդ հարցին էլ եթե կարող եք նաեւ պատասխանել ի վերջո նաեւ ինչն է խնդիրը որ տարիներ շարունակ այդ խնդիրը, որը որ շատ զգայուն է, լուծում չի ստանում, միգուցե նաև պատճառներից մեկը այն է, որ այդ ծառայությունը պետք է անմիջապես վերահսկվի կամ այդ լիազորությունները տրվի, օրինակ քրեակատարողական վարչություններին, որը որ կարող ավելի էֆեկտիվ դարձնի այդ աշխատանքը եւ մարդիկ ի վերջո ամիսներ շարունակ չսպասեն իրենց, չգիտեմ, հերթին, երբ որ հնարավորություն կունենան ուրեմն բուժվելու։ Շնորհակալություն պարոն Դանիելյան հարցի համար։ Ճիշտ եք, մեր անմիջական վերահսկողության ներքո չի գտնվում բժշկական սպասարկման ապահովումը, բայց մենք ամեն օր տեսնում ենք, թե դա ինչպես է իրականացվում։ Եվ այն, որ դուք ասում եք, որ մարդիկ ամիսներով իրենց հերթին են սպասում, որպեսզի բժշկական օգնություն ստանան, ուզում եմ այս ամբիոնից ասել, որ առնվազն ես նման դեպքերի մասին չգիտեմ, եւ եթե դուք անհատական դեպքերի մասին գիտեք, ես ձեզ հրավիրում եմ քննարկման, որպեսզի մենք առանձին յուրաքանչյուր դեպքը դարձնենք քննարկման առարկա։ Ինչպես է իրականացվում բժշկական սպասարկումը քրեակատարողական հիմնարկներում։ Նախ բոլոր քրեակատարողական հիմնարկներում մենք ունենք բժիշկներ, այսինքն ամենօրյա բժշկական սպասարկումը այսօր անընդհատ կերպով իրականացվում է։ Եթե դատապարտյալը կամ անազատության մեջ գտնվող կալանավորը ունենում է առողջական սուր պրոբլեմ այդ պահի դրությամբ, ապա կազմակերպվում է նրա հոսպիտալացումը համապատասխան ուղեգրի հիման վրա։ Եթե ունենում է անազատության մեջ գտնվող անձը ցուցում որևէ վիրահատական միջամտության, ապա դա եւս շատ արագ տեմպերով կազմակերպվում է։ Այսինքն այս պահի դրությամբ ուզում եմ արձանագրել, որ սուր խնդիր առողջապահական ոլորտում կամ բժշկական սպասարկման հետ կապված մենք առնվազն չունենք։ Ինչ վերաբերում է դեղորայքին, ապա այդ խնդիրն էլ իրականում այնպիսի խնդիր չէ, ինչպես որ ներկայացվում է։ Խնդիրը կայանում է հետեւյալում, ես ինչու եմ տեղյակ, որովհետև ինքս հետաքրքրվել եմ եւ առողջապահության ոլորտի մեր գործընկերների հետ պարբերական քննարկումներ եմ ունեցել։ Տեսեք, դատապարտյալները երբեմն ցանկանում են օգտվել նույն դեղախմբին կամ տեսակին պատկանող մեկ այլ դեղորայքից, որը որ այդ պահին քրեակատարողական հիմնարկը չունի, որովհետև դեղերի գնման գործընթացը գնումների հիման վրա է կազմակերպվում, բայց քրեակատարողական հիմնարկը այդ նույն ժամանակահատվածում ունի այլ դեղամիջոց, որը պատկանում է նույն դեղերի խմբին։ Այսինքն հարցը այդ դաշտում է, այնպես չի, որ կոնկրետ խնդիրը լուծող դեղատեսակ քրեակատարողական հիմնարկը կամ ՊՕԱԿ-ը, որը սպասարկում է անազատության մեջ գտնվող անձանց, չունի։ Այդ խնդիրը լուծված է։ Այլ է հարցը, որ դատապարտյալը ցանկանում է կոնկրետ դեղատեսակից օգտվել։ Ընդհանրապես խնդիրը բարձրաձայնվում է դատապարտյալների կողմից այդ համատեքստում։ Անդրադառնալով ինքնավնասումներին, ինքնասպանություններին, այո, այդ խնդիրը կա, միշտ եղել է, վերջին շրջանում ունենք որոշակի աճ եւ այդ ուղղությամբ կրկին առողջապահության նախարարության հետ քայլեր ենք ձեռնարկում, մասնավորապես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց հաշվառում ենք իրականացնում եւ այս պահին կարիքների եւ ռիսկերի գնահատման գործիքի հիման վրա վեր ենք հանում ինքնավնասման հակվածություն ունեցող անձանց, որպեսզի իրենց
իրենց հետ տարվի առանձին աշխատանք եւ հենց քիչ առաջ լրագրողների հետ շփման ընթացքում ես նշեցի, որ մենք նորարարական գաղափարել ունենք ինքնավնասման հակվածություն ունեցող անձանց խցերում տեղադրել հնարավորության դեպքում տեսախցիկներ, որպեսզի մենք կարողանանք ապահովել այդ անձանց կյանքի իրավունքը։ Շնորհակալություն, ներողություն։ Համեցեք արձագանք։ Ես հիմա ձեզ ներկայացնեմ վիճակագրությունը իմ ձեռքի տակ եղած 4 ամսվա ընթացքում 10 դեպք ա տեղի ունեցել, ուրեմն որոնցից 3-ը Սավանով ինքնասպանության դեպքն է, այստեղ նաև կա Ածելիով ինքնասպան, հուսով եմ դուք այդ ամեն ինչը գիտեք։ Հիմա նաև քանի որ ժամանակս կարճ է, նաև խնդրեմ ձեզ անդրադառնալ նաև ՑՄԱ դատապարտվածների հետ կապված այդ խնդրի հետ, իսկ ինչ վերաբերվում է դեղորայքին եւ նաև բժշկական օգնությանը, ես ձեզ հասցեական անուն-ազգանուններով կուղարկեմ եւ հենց ձեր ուրեմն պաշտոնը ստանձնելու հենց սկզբից ես ձեզ առաջարկել եմ, որ նման քննարկում տեղի ունենա, պարոն Վարդանյանի հետ էլ պայմանավորվածությունները կան, քրեակատարողական հիմնարկի ղեկավարի հետ անպայման այդ քննարկում պիտի տեղ ունենա, որովհետև հարցերը 1 րոպեվա կամ 2 րոպեվա շրջանակներում չեն կարող քննարկենք, հարցերն ու խնդիրները շատ են եւ դրա մասին մենք պետք է խոսենք, ասենք, բարձրաձայնենք եւ համատեղ լուծումներ գտնենք։ Շնորհակալություն արձագանքի համար, միանշանակ քննարկմանը պատրաստ ենք։ Ինչ վերաբերում է ՑՄԱ դատապարտյալներին, ենթադրում եմ, որ դուք Նուբարաշենում տեղի ունեցածի մասին եք խոսում։ Ընդհանրապես տեղի ունեցել հետևյալը, որ անազատության մեջ գտնվող անձինք չեն ենթարկվել իրավաչափային հրահանգներին, որոնք տրվել են քրեակատարական ծառայողների կողմից, եւ եղել է ուժի կիրառում, որը փաստաթղթավորված է եւ դրա արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել, ինչը եւս փաստվում է դատաբժշկական փորձաքննությամբ։ Իսկ ինչու է այդպես ստացվել, որովհետեւ դուք գիտեք, որ տեղաբաշխման գործընթացը երբեմն անընդհատ գործընթաց է եւ մենք դրա խնդիրն ունենք պայմանավորված նաեւ անազատության մեջ գտնվող անձանց բազմաքանակությամբ, իսկ երբեմն դա առաջացնում է անազատության մեջ գտնվող անձանց դժգոհություն, այսինքն խցերը փոխելու հետ կապված խնդրի մասին է հարցը, ես բաց կարող եմ խոսել եւ շատ դեպքերում մարդիկ կարող են դժգոհել եւ դժգոհել ոչ իրավաչափ եղանակով։